Պարոն Մամիջանյան, ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչներին վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեսնում ենք ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին աջակցություն կազմակերպված ակցիաների հանրահավաքի մասնակցելիս երեք էլ եթե չեմ սխալվում մասնակցում եք նաև դատարանի դիմաց կազմակերպված ակցիային տեսակ կետ կա պարոն Մամիջանյան որ դուք ձեր աջակցությամբ ավելի շատ վնասում եք այդ քաղաքական ուժին քանի որ հանրապետական կուսակցությունն ունի ինչպես սոցիոլոգիական հարցումներն են ցույց տալիս բացասական վարկանիշ մեծ անտի-ռեյտինգ խնդրում եմ ասեք դուք կիսում եք այդ կարծիքը որ վնասում եք ուժեղ Հայաստան կուսակցությանը Կետ համար 1 Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր անտի-ռեյտինգ ունեցող top 3 քաղաքական գործիչներից մեկը Նիկոլ Վովայի Փաշինյանն է ուստի այդ համատեքստում Անդիմադիր այս կամ այն քաղաքական ուժի վերաբերյալ ասել անտի-ռեյտինգ մի քիչ համար անկարելի է որովհետև top 3 ամենամեծ անտի-ռեյտինգ ունեցող մարդկանցից մեկը Նիկոլ Փաշինյանն է ու երրորդը չի այդ մեկ երկրորդ այո Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները մասնակցել են 3 Սամվել Կարապետյանի ազատության համար հանրահավաքին ինչպես նաև մասնակցել են Սրբազան Աճապահյանի ազատության համար ցույցերին եւ դատական նիստերին իսկ դուք գիտեք որ Սրբազան հայրը մի քանի անգամ հանրապետականի մասին հաստատ ոչ հաճելի մեր համար հայտարարություններ է արել եղել են քաղաքական գործիչներ որոնք ուղիղ կոնֆրոնտացիայի են մտել հանրապետականի հետ բայց երբ որ իրանք ապօրինաբար ձերբակալվել են կամ ազատազրկվել են հանրապետականը նույնպես այնտեղ է եղել ուստի ես չեմ հասկանում թե ինչով էր երեկվա միտինգը ի պաշտպանություն քաղաքապետար Սամվել Կարապետյանի տարբերվում մնացած միտինգներից այս երկրորդ կապված ինչ որ վնասելու եւ այլնի հետ գիտեք այդ թեզը որ անդադար փորձում են իշխանությունները տարածել ինչ որ Զմեյ Գարենիչի պատմությունը հորինել Փաշինյանը ինքն իրան պատմում ինքը ուրախանում է կարող որոշել առակագիր դառնա հետագայում չգիտեմ այդ տրամաբանությամբ իրանց կուսակցությունը երկու փոխնախագահ ունի մեկը ֆիկտիվ հանրապետականը մյուսը առնվազն առնչություն է ունեցել Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ այստեղ ինձնից առաջ նստած էր մի երեսփոխան մինչև Սեյրան Մուշահաչը Արտուր Հովհաննիսյանը ով անդադար ինչ որ զուգահեռներ էր փորձում տանել ինչ որ կապեր էր փորձում գտնել 2017-ի ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ինքը աշխատում էր Վահե Հակոբյանին պատկանող լրատվականում որպես հաղորդավար ու մի անգամ ես մասնակցել եմ բանավեճի, որը ինքը վարում էր։ Վիդեոն կա ինտերնետում։ Մանեթ Հանդիլյանի հետ էի բանավեճում, հետաքրքիր է, չէ՞, հենց ելքի Մանեթ Հանդիլյանի։ Բանավեճի վերջում քիչ էր մնում ավտոգրաֆ վերցներ ինձնից։ Ես ինչ լավ էր, ես ինչ արեցիք, ես ինչ ուժեղ էր։ Այն ժամանակվանից ինքը հասկացել է, որ հանրապետականը ուժեղ է։ Ես այն ժամանակ հանրապետականի ցուցակի 40 եսիմվորյորդ համարն էի։ Ես չեմ պատկերացնում անգամ ոնց կգցներ մեր առաջին տասնյակին։ Բայց նորմալ է։ Մենք նենց բաներ շատ ենք տեսել, չենք զարմանում։ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած ընդդիմադիր քաղաքական ուժի պատիվ եւ մեծ աջակցություն կբերի հանրապետականի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրի աջակցությունը իրեն։ Ես վստահ եմ որ 7 տարի այս պայքարի առաջնագծում պայքարած հանրապետականներից յուրաքանչյուրը շատ ակտիվ օգնի, կսատարի եւ կպայքարի օրենքով սահմանված բոլոր միջոցներով ընդդիմության միասնական հաղթանակի համար։ Շնորհակալություն ժամանակը սպառվեց։